Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողի սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի միասին անցկացնենք այս մի քանի րոպեները, գեղեցիկ երկար պահերը, որը կարող ենք միմյանց հետ լավ էներգիայով փոխանակվել։ Սիրելիներս, այսօր շատ համեղ աղանդերի տարբերակ եմ ուզում առաջարկել, քիչ առաջ նշեցի, որ շատ հայտնի, շատ ճանաչում, մեծ ճանաչում ունեցող քաղցրեղեն է սա, տերամիսու ենք պատրաստելու, բոլորդ վստահ եմ, եթե նույնիսկ չեք պատրաստել ինքներդ կամ չեք փորձել, բայց հաստատ լսել եք այդ մասին կամ վիդեո հոլովակների տեսքով տեսել եք, այն շատ վաղուց պատմություն ունի տերամիսուն, այսինքն շատերը ասում են 17-րդ դարից է դեռ եկել տերամիսուի այս քաղցրեղենի տարբերակը, շատերն էլ պնդում են, որ 20-րդ դարի 60-ական, 70-ական թվականներից է այն ի հայտ եկել, մի խոսքով չեմ կարող հստակ ոչինչ ասել, բայց որ այն շատ հիմա տարածված է, դա հաստատ է։ Իհարկե պատկանում է իտալական խոհանոցին, շատ այսպես իրենք շատ համեղ եւ գեղեցիկ են պատրաստում, բնականաբար իրենց առաջարկն է, իրենց բաղադրատոմսն է, իրենք շատ լավ գիտեն պատրաստման ճիշտ ձևը, տերամիսուն ուրեմն բաղկացած է այս թխվածքաբլիթներից, մասկարպոնե պանրից, այս պանիրն է հատկապես օրիգինալ տարբերակը, մասկարպոնե սերուցքային պանիրը, այնտեղ ներառվում է օրիգինալ տարբերակում նաև հավկիթ, իհարկե կակաոյի փոշի կա, սուրճ կա, էսպրեսո սուրճ են օգտագործում ու այսպես բազմաթիվ օգտակար, կարևորը շատ այն ինչը որ ուրեմն ներառված է այս քաղցրեղենի մեջ շատ օգտակար է եւ հիմա ես ներկայացնեմ թե այստեղ մենք ինչ ունենք, բնականաբար համապատասխան թխվածքաբլիթները, դուք արդեն բոլորդ գիտեք թե ինչ թխվածքաբլիթ է օգտագործվում այս քաղցրը պատրաստելու համար, այստեղ ես փոխարինել եմ մասկարպոնեն ռիկոտա տարբերակով, էլի սերուցքային պանիր, ռիկոտա, փոփոխություններ այսպես լինում է, հիմա մենք այսպես ասած ազատություն ունենք, անկախություն ունենք խոհանոցում եւ կարողանում ենք որոշակի բաղադրիչներ փոխարինել մեկ այլ բաղադրիչով։ Եվ այսօր այդ տարբերակն է մասկարպոնեն փոխարինում ենք ռիկոտայով, բայց դուք իմացեք օրիգինալ տարբերակը եւ ցանկության դեպքում կարող եք հենց ճիշտ ինչպես որ բաղադրատոմսում է հենց այդպես էլ պատրաստել։ Ահա, ես ունեմ սերուցք ենք օգտագործելու կրեմ պատրաստելու համար եւ սերուցքի հետ օգտագործելու եմ շաքարի փոշի եւ թխվածքաբլիթները հիմա պետք է միասին փշրենք, շատ մանր կտորների վերածենք ու խառնենք ռիկոտա սերուցքային պանրի հետ, այնտեղ ավելացնելով նաեւ լուծվող սուրճ, ահա լուծվող սուրճը, ես հենց հիմա եռացրած ջուր կավելացնեմ սուրճի վրա եւ կթողնենք մի կողմի վրա, մինչ այն ուրեմն հալչի, լուծվի ջրի մեջ, այսպես զգուշությամբ, ջուրը շատ տաք է, այսպես աստիճանաբար խառնելով, փորձեմ ջուրը ավելացնել եւ թողնենք մի կողմի վրա։ Մեկ գավաթ սուրճ է պետք, մի քիչ երևի փոքրիկ բաժակներից ավելի մեծ, որպեսզի կարողանանք ամբողջությամբ ուրեմն թաթախել այս թխվածքաբլիթները սուրճի մեջ։ Վերջ, այսքան բավական է, էլի խառնեմ ու թողնենք, այսպես ասած, լուծվի։ Շատ բարի, սա թողեցինք մի կողմի վրա, սա քիչ ավելի ուշ է մեզ պետք լինելու։ Հիմա փորձեմ գռնակի օգնությամբ մանրացնել մեր թխվածքաբլիթները, սիրելիներս, ասեմ թե ինչու ենք մանրացնում։ Տերամիսու եթե ասում ենք, բնականաբար հասկանում ենք, որ օրիգինալ տարբերակում այս թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ, մեկ անգամ երկու կողմից թաթախում ենք եւ շարում ենք համապատասխան ամանի մեջ, որպեսզի վրան լցնենք կրեմը ու հետո նորից շերտ առ շերտ շարունակենք։ Բայց քանի որ ես նշեցի, արդեն փոփոխություններ կան այս բաղադրատոմսի մեջ, այսօր մենք պատրաստում ենք ուրեմն փշրած տարբերակով։ Ես ահա տեսնում եք նույնիսկ
տոպրակից չեմ հանել, որպեսզի կարողանանք մանրացնել, փշրել, ասեմ, որ այսենց մի քիչ աղմուկ կանեմ, բայց կփշրեմ, միևնույն է, ես նրան կփշրեմ։ Իրականում շատ նուրբ են այս թխվածքաբլիթները եւ շատ հեշտությամբ կարելի է այն, նույնիսկ ձեռքի օգնությամբ կարելի է փշրել, եթե հարիչ կա տանը, բնականաբար ավելի հեշտ է հարիչով այն հարել։ Այսպես արդեն ձեռքով լինում է այն փշրել։ Ես կփորձեմ լցնել ամանի մեջ։ Այստեղ մեզ մկրատ է պետք։ Այսպես։ Ես հիմա ձեռնոցի օգնությամբ իհարկե կփշրեմ ձեռքով, չեմ ուզում պարզապես աղմկել, ընդամենը սիրելիներս։ Եվ ասեմ թխվածքաբլիթի հետ, այստեղ պետք է մենք խառնենք ուրեմն պանիրը, սերուցքային պանիրը։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնա ինչու քեզ ջան։ օգնեմ, ես հասկացա, որ դու շատ բուրըն ես կոտրելու գործի վրա, ասեցի գամ ես կոտրեմ, ինչ կոտրեմ, ասա։ Արի կարող ես Սուրենի ուժը մեզ այստեղ պետք է գար կոտրելու գործում։ Հաստատ։ Ես կարող եմ ձեռնոց առաջարկել քեզ եւ միասին փշրենք։ Ես չուզեցի անկեղծ ասած զգացի, որ մի փոքր այն չէ, երբ աղմկում ես։ Ահա։ Դրա համար փորձեցի հիմա այսպես։ Շատ քիչ հիմա անել, հետո դաթարի ընթացքում ամբողջ շատ մեծ աղմուկով։ Այո, կարող ենք։ Ճիշտ ես, համաձայն եմ։ Ժողովուրդ ջան, երբ որ դատարկ լինի, մենք այս մյուս ուրեմն չափաբաժինը գրտնակով։ Շատ գեղեցիկ է Սոնա ջան, գույների հետ համահունչ մեր ծաղիկների հետ։ Դու էլ Ես ափսոսեցի, որ դու երեք մեզ հետ եթերում չէիր, մենք այստեղ փորձեցինք տոնել մեր գեղեցիկ համբարձման տոնը, այո, արի միասին կոտրենք, փորձեցինք տոնել եւ չգիտեմ, եթե հեռուստատողը մեզ հետ էր, ապա տեսավ մենք ինչ առաջարկներ արեցինք եւ ինչ հետաքրքիր գեղեցիկ զրույցներ ունեցանք եթերի ընթացքում, այնպես որ ես հուսով եմ, որ երեք շատ լավ է անցել մարդկանց մոտ օրը, չհաշված, որ հորդառատ անձրև տեղած։ Այո, բայց ես վստահ եմ, որ տաղավարում շատ ջերմ է անցել, որովհետև այսպես տեսնելով հաջորդ օրը դեռ մնացորդները երեկվա ջերմությունից, գեղեցկությունից եւ էսթետիկայից, ես վստահ եմ, որ երեք շատ տոնական, շատ գեղեցիկ եթեր եք ունեցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես իհարկե դեռ չեմ հասցրել դիտել, բայց անպայման շաբաթ կիրակի օրը YouTube-ում One Media-ի էջում սիրելի հեռուստատողներ, եթե դուք եւս բաց եք թողել, կարող եք միանալ ինձ եւ միասին դիտենք երեկվա շատ գեղեցիկ իմ գործընկերների պատրաստած եւ մատուցած եթերը։ Ես վստահ եմ շատ ջերմ է անցել նաեւ ձեզ համար, բացի նրանից, որ հեռուստադիտողների համար, նաեւ ձեզ համար։ Այո, մեզ մոտ այստեղ եռում էր աշխատանքը, այնպես որ շատ, այո, մենք էլ բարձր տրամադրություն ունեինք երեք, թե տոնի հետ կապված եւ թե այսպես վերջապես ընկերներով շատ լավ է անցնում յուրաքանչյուր պահն ու րոպեն։ Այ այսպես, սիրելիս, իսկ դու պատմիր, սիրում ես արդյոք տերամիսու։ Ես քաղցր ամեն ինչ սիրում եմ, կարելի ասել, երևի շատ քիչ տարբերակներ կան քաղցրի շրջանակից, որ չեմ սիրում, այո, տերամիսու սիրում եմ, եւ կարծում եմ, քանի որ մենք այստեղ արդեն մանրացրինք, մնացած ամբողջ այդպես մի փոքր աղմկոտ գործընթացը կարող ենք հենց հիմա անել, դաթար հայտարարելուց հետո կլինի կարճատև դաթար սիրելի հեռուստադիտողներ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա միացյալ ուժերով փորձեցինք փշրել մեր թխվածքաբլիթները, պատրաստ է այն, ինչպես նշեցի, այստեղ պետք է ավելացնենք սերուցքային պանիր, ես ընտրել եմ ռիկոտա տարբերակը, դուք կարող եք մասկարպոնե տարբերակը ընտրել, ինչպես հարմար կլինի, ավելացնենք մեր փշրված թխվածքաբլիթի վրա եւ հիմա փորձենք ամբողջությամբ տրորել
միախառնել եւ ստանալ կպչուն զանգված։ Եվ իհարկե այս զանգվածին, այս բաղադրիչներին պետք է միանա դեռ մեր լուծվող սուրճը, որը եթե հիշում եք, ահա, ավելի վաղ, ուրեմն եռացրած ջրով լուծեցինք եւ իհարկե ավելացնենք այս բաղադրիչների վրա։ Աստիճանաբար կավելացնեմ, որպեսզի հասկանանք ինչպիսի կպչունություն կունենա այն։ Ահա, ես կարծում եմ պատրաստման եղանակը շատ հեշտ է, շատ այսպես կարելի է շատ արագ կարճ ժամանակում ստանալ այս հրաշք աղանդերը, աշխարհում միակը եւ հայտնի այս տերամիսու տարբերակը, իհարկե ժամանակակից խոհանոցում արդեն փոփոխված։ Ես մի փոքր էլ կավելացնեմ սուրճը։ Սուրճը օրիգինալ տարբերակում էսպրեսո սուրճն է, դա էլ նկատի ունեցեք։ Ահա, շատ լավ է, ամբողջությամբ ես կտրորեմ եւ սիրելիներս այն պետք է վերածենք գնդիկների։ Գնդիկների վերածելուց հետո կթաթախենք կակաոյի փոշի մեջ եւ հետո ավելի ուշ գեղեցիկ կմատուցենք, բայց մատուցելու ժամանակ, այսինքն մատուցելիս պետք է նաեւ կողքին մատուցենք կրեմը, այն կրեմը, որը օրիգինալ տարբերակում շերտերի արանքում ենք տեղադրում, բայց դե փոփոխված տարբերակ է, այն կպատրաստենք քիչ ավելի ուշ եւ ամենավերջում դուք հետաքրքիր մատուցումը կտեսնեք։ Այս պահին դեռ պետք է տրորեմ, որպեսզի ամբողջական միասեռ զանգված ստացվի, այնուհետև գնդիկների կվերածեմ եւ դուք կտեսնեք։ Ահա, եւս մեկ անգամ կրկնեմ բաղադրատոմսը, մեզ պետք է թխվածքա բլիթներ, կակաոյի փոշի, սերուցքային պանիր, սերուցք, այս ամենի մասին քիչ ավելի ուշ կարող ենք խոսել, հիմա դադարեմ մեր եթերում, դուք մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք շատ համեղ աղանդերի տարբերակ։ Աղանդերը իր տեսակով շատ հայտնի է աշխարհում, միակն է աշխարհում, տերամիսու տարբերակն ենք պատրաստում, բաղադրատոմսը, բայց մի փոքր փոփոխված տարբերակով, որը էլի շատ այսպես տարածվել է։ Գոնե համացանցում շատ տրենդային է դարձել այս տարբերակը։ Ինչ արեցինք մինչ այս պահը։ Գիտեք, հատուկ թխվածքաբլիթներ, ձողիկների պես նախատեսված տերամիսուի համար այն լավ փշրեցի, վրան ավելացրեցի ռիկոտա տարբերակով սերուցքային պանիր, սակայն օրիգինալ տարբերակը մասկարպոնե պանիրն է, այստեղ ավելացրեցինք նաև լուծվող սուրճ, լավ ուրեմն հարեցի ձեռքի օգնությամբ եւ վերածեցինք գնդիկների, ահա տեսեք այստեղ արդեն պատրաստի մի քանի գնդիկներ ունեմ։ Հիմա միասին կշարունակենք գնդիկներ պատրաստել, մեր այս հյուսից պատրաստել գնդիկներ եւ թաթախել կակաոյի փոշու մեջ։ Շատ հեշտ է պատրաստման եղանակը, պարզապես պետք է համապատասխան բաղադրիչները գնել եւ իհարկե ժամանակ տրամադրել, բայց այն ձեզանից հաստատ ջանքեր չի խլի, շատ ժամանակ չի խլի, բայց փոխարենը շատ մեծ հաճույքով կճաշակեք եւ դուք եւ ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ երեխաների համար էլ սա շատ հաճելի եւ այսպես գրավիչ տարբերակ է։ Եթե հիշում եք, շատ վաղուց մեր մայրիկները, ես շատ լավ հիշում եմ մայրս հատկապես տրուֆել էր պատրաստում, խորհրդային տարիներին այդ բաղադրատոմսը շատ տարածված էր, այսպիսի գեղեցիկ գնդիկներ էին պատրաստում, մի փոքր կոնաձև տեսք էին հաղորդում եւ մենք շատ մեծ ախորժակով ուտում էինք, ու հենց նույն կերպ կակաոյի փոշու մեջ էինք թաթախում ու վերածում էինք տրուֆելների։ Հիմա համարյա կարելի է ասել հենց այդ տարբերակն է, դե մի փոքր փոփոխված բաղադրիչներով։ Իմիջիայլոց նշեմ, որ հատկապես տերամիսուի բաղադրիչները շատ օրգանիզմի համար վերականգնողական բաղադրիչներ են, շատ անհրաժեշտ մեր օրգանիզմի համար, որովհետև այստեղ ներառվում է եւ կաթնամթերք եւ իհարկե կակաոյի փոշին կարող ենք դիտարկել որպես շոկոլադի տարբերակ։ Այնպես որ շատ լավ առողջարար, ողջույն Սոնաս, ողջույն սիրելիս։ Ինչ գեղեցիկ է ստացվում։
Այո, տեսնենք թե Ես վերջ։ շարունակեմ քեզ Այո, օգնել եւ շատ շնորհակալ կլինի։ Պատ դարձնեմ։ Ընտիր, դու կարող ես գնդիկների վերածել, ես էլ հեռուստադիտողի։ Շատ լավ։ Այո, այսպես թաթախելու ենք կակաոյի մեջ եւ իհարկե արդեն պատրաստ են մատուցման համար։ Ես էլ այս ընթացքում ուրեմն կպատրաստեմ կրեմային ուրեմն հատվածը։ Մենք քանի որ գիտենք տերամիսուն ես կրկնեցի, որ թխված քաբլիթը թաթախված սուրճի մեջ, շարված ամանի մեջ վրան ավելանում է սերուցքային կրեմը։ Հիմա մենք կպատրաստենք այդ կրեմը, մեզ սերուցք է պետք, հատուկ հարելու համար սերուցք, որը շատ համեղ է եւ թխվածքների համար է նախատեսված։ Եվ այստեղ իհարկե շաքարի փոշի ենք ավելացնում, ես հարիչը կվերցնեմ։ Եվ առիթից օգտվելով եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողներին հորդորենք առավոտյան անպայման նախաճաշել եւ ներառել կաթնամթերք, որովհետեւ դա շատ օգտակար է։ Անարատ կաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Կարող եք ձեռք բերել եւ տալ նույնիսկ ձեր փոքրիկներին եւ վստահ լինել, որ կաթնամթերքն առանց հավելումների է։ Այս ապրանքանիշը առանձնանում է նաև պանիրների լայն տեսականիով եւ իդեպ նորույթ ունեն, որը մենք մեր թիմում շատ ենք սիրել, սուլուգունին բաստուրմայի համադրությամբ, այո, նոր պանիրի տեսականի, որը այս բրենդը առաջարկում է, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք։ Համաձայն եմ շատ համեղ կաթնամթերք, որը պետք է մշտապես լինի մեր սեղաններին, որպեսզի մենք ունենանք, այո, առողջ սնունդ եւ իհարկե առողջ օրգանիզմ։ Ահա, շաքարի փոշին խառնելով սերուցքի հետ, այսպես շարունակաբար պետք է հարենք այն, որպեսզի ավելի կրեմային զանգված ստանանք ու վերջում այս գեղեցիկ տրուֆելների հետ մատուցենք։ Իհարկե էլեկտրական հարիչով շատ արագ կստացվի այս ամենը, բայց ձեռքի հարիչով էլ կարծում եմ կարդարացնի, վերջում կտեսնենք տեսքը։ Այսպես, շատ հեշտ է, չէ, ասա որ հեշտ է։ Հեշտ է, քաղցր է եւ ինձ թվում է հագեցնողել կլինի նախաճաշի համար, ես կարծում եմ կարելի է նախաճաշել եւ տնից հանգիստ դուրս գալ եւ մի 2-3 ժամ հաստատ առանց քաղցի զգացողության կանցկացնենք։ Հաստատ միանշանակ համաձայն եմ, որովհետև քիչ առաջ նշեցի, որ նաև օրգանիզմը վերականգնող հատկություն ունի այս կաթնամթերքը, այնպես որ 100% կարծում եմ 1 գավաթ ընտիր սուրճի հետ այս ամենը վայելելը շատ տեղին կլինի, այնպես որ փորձեք թեկուզ գիշերը երեկոյան պատրաստել, այն թողնել սառնարանում, այնուհետև առավոտյան ըմպել, այո, 1 գավաթ լավ սուրճով այս բոլորը ճաշակել ու տանից դուրս գալ։ Եթե չստացվի շաբաթվա ընթացքում, ես կարծում եմ շաբաթ կիրակի կստացվի հաստատ, այո, կվայելեք։ Եվ դու սուրճը առանձնացրիր, ես էլ կառանձնացնեմ առավոտյան համար այսպես փրփրուն գինին, որ առաջարկում է մեր գործընկերը Իջևանի գինու գործարանը, կարող եք ձեռք բերել եւ վայելել իրենց անմահական գինիները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ սիրելի են դարձել նաեւ արտերկրում բնակվող գինի նախընտրող բնակչության համար եւ իհարկե այս գինեգործարանը առանձնանում է նաեւ պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որոնք բոլորը տնական համի ու հոտի մասին են հիշեցնում։ Այո, ընտիր, ես կարծում եմ բոլոր մեր կողմից առաջարկվող մթերքները շատ ընտիր են եւ մեր հեռուստադիտողը կարող է այս առիթից օգտվել։ Ինչ, պատրաստ են գնդիկները։ Այո, քեզ մնաց միայն թաթախել այս փոշու մեջ։ Ես սիրում եմ sense գործը։ Այո, որովհետև իրանք խաղի են նմանվում եւ այդքան էլ էսպես խոհանոցային լուրջ ինչ որ զբաղվածություն չեն հիշեցնում։ Այո, ասես մի տեսակ նաեւ թերապիայի տարբերակ է, հանգստացնող, միտքը ավելի այսպես շեղում է տանում է գեղեցիկ վայրեր եւ ինչու ոչ, այո, կարելի է ընդհանրապես կարծում եմ խոհանոցը այդպեսին է։ Եթե չես շտապում, ապա կարող ես վայելել յուրաքանչյուր գործողություն։ Ահա։ Այսպես։ Ես վերջում իհարկե կմատուցեմ այն 2 տարբերակով, մեկը որպես անհատական մոտեցում, այսպես ասած, 1 գավաթի մեջ կմատուցենք, մյուսները կմատուցենք 1 ամբողջական ամանի մեջ, այսինքն բոլորի համար։ Տեսնենք թե ինչ կստացվի։
Եվ քո թույլտվությամբ բաղադրատոմսի արժեքն էլ ասենք հեռուստադիտողներին այս ամենը ինչքան է արժեքել։ Ահա։ Իհարկե կարող ենք ասել, ես այս բոլոր բաղադրիչների համար ծախսել եմ 2880 դրամ, բայց աննախադեպ։ Բայց ասեմ, որ շատ այսպես շատ կարժե ժողովուրդ ջան, կարժե, հատկապես եթե հյուրեր ունենաք։ Իհարկե արժե եւ կարծում եմ նույնիսկ շատ մատչելի է այս բաղադրատոմսի համար, չէ՞։ Շատ լավ է, ես էլ եմ այդպես կարծում, որովհետև նմանատիպ, եթե նմանատիպ մենք համեղ բաղադրիչներով լավ սնունդ ցանկանանք, ուրեմն ճաշակել ռեստորանային որևիցե, ուրեմն կլինի փոքր բաժինը դրանից մի քիչ ավելի թանկ կարծում եմ։ Այո։ Իսկ սա բավականին լավ չափաբաժին է նաև, ես կարծում եմ, չէ՞։ Վստահաբար։ Այո, մեկ գավաթ սուրճի հետ մեկական գնդիկ կարծում եմ ընտիր կլինի։ Եվ ասեմ, որ ես իհարկե ժամանակի խնդիր ունեի առավոտյան չհասցրեցի, վերջում մատուցելիս խորհուրդ կտամ, որ ավելացնեք նաև գեղեցկության համար, տեսքապահովելու համար հատապտուղներ, որոշակի ինչ որ սիրում եք հապալած, ելակ կամ ինչ որ մի բան, շատ նաև համահունչ կլինի հատապտուղը։ Ճիշտ է, արդեն իրական բաղադրատոմսից շեղում կլինի, բայց ես զուտ զարդարելու համար եմ ասում։ Մի փոքր ավելացավ, բայց դա խնդիր չէ կարծում եմ, չէ՞։ Այո, իհարկե, դա կպահենք, հետո էլի օգտագործելու տեղեր կունենանք հաստատ։ Եվ քանի որ մենք ֆուդ բլոգեր հյուր ունեինք մի քանի օր առաջ, ինչ հետաքրքիր բան եմ նկատել համացանցում, որ մարդիկ երբ նոր սկսում են ինչ-որ նման գործընթաց ծավալել, իրենք սկզբում մի փոքր դժվարանում են ինչ-որ բան սարքել եւ միաժամանակ խոսել։ Դու վաղուց այս ամեն ինչի մեջ ես եւ քեզ համար ոնց որ թե արդեն շատ հեշտ է ընթացքում հանգիստ խոսել, չշեղվել ընդհանրապես թեմայի վրա եւ կարողանալ զուգահեռ աշխատել ու անել այն, ինչը նախատեսված է այդ օրվա բաղադրատոմսի համար։ Հիշում ես սկզբում բարդություններ քեզ մոտ եղել են այդ առումով, թե ինչ որ տենց ինքն իրան հեշտ ստացվում էր։ Իրականում ասեմ, որ գամ շատ հեռվից, երևի թե 95 թվականներից գամ, ես դեռ, այո, շատ հեռվից գամ, 95 թվականին եւ երբ դեռ առաջին հանրային հեռուստատեսություններ, ես այնտեղ վարում էի շատ գեղեցիկ հաղորդաշար, երեկո էր կոչվում, որը իհարկե խոհանոցի հետ բոլորովին կապ չուներ, խոհանոցային չէր, բայց շատ գեղեցիկ էր։ Ինչ ես բացահայտում քո մասին, ես չգիտեի, դու վարել ես երեկոյան հաղորդում։ Այո, կես ժամանոց ծրագիր էր, ռեժիսորը ոչ, ձայնագրություն էր բնականաբար, ռեժիսորը Հրաչ Քեշյանն էր, շատ գեղեցիկ սցենարներ էր գրում եւ ես իհարկե հարցազրույցներ էինք ունենում նաեւ շատ հետաքրքիր հյուրեր եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա այն ժամանակների համար շատ այսպես աշխարհի հետ կապ, այսինքն նորույթ էր, դրսի նորություններ, նորաձևություն կար, տիեզերքի մասին ինֆորմացիա։ Դու մենակ ես վարում։ Ես մենակ էի վարում եւ շատ գեղեցիկ էր։ Ես դեռ մինչ այսօր ունեմ վիդեոկասետները, որոնք պահպանվել են այդ հաղորդումներից։ Մի խոսքով շատ հրաշալի էր, գեղեցիկ էր։ Հետո եկավ մի շրջան, երբ դա արդեն մեծ փորձ էր ինձ համար։ Ես իմիջիալոց մինչ հաղորդման մասին խոսելը ասեմ, որ մասնակցեցի հաղորդավարական, ուրեմն մրցույթի։ Երբ անցկացվեց այնտեղ եւ ես շատ պատվավոր մեր լեգենդար իհարկե հեռուստատեսային աշխատակիցները ինչու ոչ ինձ ընտրեցին այդ շարքերում, ես էլ եղա ու այդպես սկսվեց այդ ընթացքը, հաղորդավարական ընթացքը։ Հետո իհարկե արդեն եկանք դեպի ավելի։ Ես հասկացա, որ ընդհանրապես բարձ չի եղել քեզ համար։ Այո, մի փոքր փորձ ձեռք բերելուց հետո արդեն հասկացանք, որ կարելի է խոհանոցային էլի կարծում եմ ուշ սկսեցինք, բայց այնուամենայնիվ հասկացանք, որ խոհանոցում էլ կարելի է ինչ-որ բաներ, այո, եւ այսպես շարունակվեց։ Դե ընթացքը հետաքրքիր է եղել, շատ այսպես բուռն է եղել, բայց դե այսպես։ Դե թե 95 թվականին է ամեն ինչ սկսվել, ես վստահ եմ հիմա այս ամեն ինչը շատ հեշտ է քեզ համար։ Այո, դրա համար եւ երբեմն էլ շեղվում ենք ինչու ոչ, բայց դե այսպես ստացվում է։ Իսկ հիմա մենք ունենանք կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի առավոտ, մեր շատ սիրելի հեռուստադիտողին սիրելիներս, ահա պատրաստ եմ մեր գեղեցիկ տերամիսուի տարբերակը, ես արդեն ուզում եմ մատուցել այն։ Ահա այս գեղեցիկ ափսեի մեջ շարեցի գնդիկները, այստեղ արդեն լավ հարիչով հարել եմ մեր սերուցքը, որը հարեցի շաքարի փոշիով, ահա կողքին տեղադրենք սերուցքը։ Ինչպես հիշում եք, ես ասացի, որ կարելի է այստեղ ձևավորման համար նաև հատապտուղներ օգտագործել։ Ցանկության դեպքում ուրեմն օգտագործեք նաև հատապտուղներ։ Իհարկե, այստեղ մանրացրել եմ շոկոլադ, որը շատ գեղեցիկ եւ համահունչ կլինի մեր օրվա բաղադրատոմսի հետ։ Սա ամբողջական տարբերակը եւ մեկ գավաթի մեջ փորձենք անհատական մոտեցում ցույց տալ եւ այսպես մատուցել մեր գեղեցիկ տերամիսուն, շատ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ։ Սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք այս ընթացքում, հասկացաք, թե սա ինչ բաղադրատոմս է, ինչ տարբերակով պատրաստվեց եւ հուսով եմ, որ այն անպայման դուք էլ կփորձեք։ Ահա եւս մի քանի կտոր շոկոլադ ավելացնենք այսպես։ Ահա ճոխ լինի, համեղ լինի, այսպես։ Այսպիսի գեղեցիկ համեղ օգտակար տարբերակներ։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք, վայելեք, ճաշակեք եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։